Ողջույն բարեկամներ, կարևոր պարզաբանումներ եմ ուզում անել Վարդան Ղուկասյանի հետ կապված։ Ես քանի որ օրեկան երևի դուք եք պատկերացնի ինչքան զանգեր եւ նամակներ եմ ստանում, նրա մասին թե ես ինչ նորություն ունեմ, թե ես ինչ կարծիք եմ այս որոշման մասին, այս փոփոխությունների մասին, այս հայտարարությունների, նրա մասին, ես ձեզ ուզում եմ խնդրել, Ժողովուրդ ջան, ես կարող եմ կարծիք ունենալ բացառապես նրա մասին, այն ինչ որ կասի ուղիղ Վարդան Ղուկասյանը։ Ես պատասխանատու եմ այն հայտարարությունների մասով, որոնք կլսեք ուղիղ եթերում իրանից, կամ ինձ կփոխանցեն իր վստահված մարդիկ, որոնք նույնն են, չեն փոխվել։ Բայց արդեն քանի օր է ես ոչ մի բան չեմ տարածում, ոչ մի բան չեմ փոխանցում ձեզ, որովհետև այդ ինֆորմացիան չկա։ Իսկ ինչ վերաբերվում է, որ ես պետքա սրա նրա տարածած հայտարարություններին կամ կարծիքներին, ստատուսներին կարծիք հայտնեմ, ճիշտ է, թե դե ճիշտ չի, ես չեմ կարող։ Ես այս ամեն ինչի մասին ի սկզբանե զգուշացրել եմ։ Ես չգիտեմ որն է իրական, որը իրական չի, ես բոլորին չեմ հետևում, ես չեմ կիսում դաշտը վստահելիների եւ անվստահելիների, ես նախ այդ իրավունքը չունեմ, երկրորդներ այդ ինֆորմացիան չունեմ, հա, որ ես ասել եմ, սան կարելի է վստահել, սրան ոչ։ Մի քիչ փորձառություն ունենալով քաղաքական դաշտում ես կանխատեսել էի, որ նման իրավիճակներում պետք է ինֆորմացիան գա մի տեղից, հարցերը ուղղվեն մեկին եւ պատասխաններն էլ ակնկալեն մեկին, բայց ինչ պատճառներով այդպես չի կատարվում։ Նույնիսկ եմ ասում, դրա համար էլ ես պատասխանատվություն չեմ կրում։ Հոգեվիճակները, անփորձությունը, չգիտեմ, երևի դեպքերից առաջ ընկնելն է, ես ինձ մի հարցրեք, թե ում վստահենք, ում աղբյուրն է ավելի վստահելի։ Ես պատասխանատու եմ բացառապես իմ խոսքերի, իմ հայտարարությունների համար։ Դա էլ անում եմ զուտ մեկ նպատակով։ Քանի որ այդ բազմահազար հետևորդները, որոնք հետևում են Վարդան Ղուկասյանին եւ հետաքրքրված են ճակատագրով, ես ունեմ իրենց նկատմամբ հարգանք եւ պարտականություն, ինչպես իմ հայրենակիցների, որոնք մտահոգ են մեր երկրի ընդհանուր վիճակով։ Բացառապես այն ինչ որ ես անում եմ, դրանա միտված։ Այսինքն ես Վարդան Ղուկասյանի հետ ունեմ մեկ ընդհանուր բան, միայն մեկ ընդհանուր բան։ Երկուսս էլ տեսնում ենք այս բոլոր անցած համակարգերը նույն տեղում։ Մնացած ամեն ինչու մենք տարակարծիք ենք։ Այսօր մեր շահերը, իմ Վարդան Ղուկասյանի, մի բանում է համընկնում, որ այդ անցած բոլոր ներկա բոլորին տեսնում ենք նույն վայրում, հա։ Ես դրա համար եմ աջակցում, որքանով հնարավոր է, որ այս հարցը շուտ լուծվի։ Ես իմ տարբերակներն առաջարկել եմ, ինչա պետք է անել, այդ հարցին ոնց մոտենալ, հա, նույն այս դատարանին ինչպես ներկայանալ, որ սա քրեական գործ չի ընդամենը, սա քաղաքական, հա, գործ է ավելի շատ։ Ընդամենը պետք է այդ ամեն ինչի հետ իր legal ստատուսի կամ ընթացի գործը ներկայացնել նաև ով է իրան պահանջում, քաղաքական իրավիճակը, ինչ միջազգային բաներ կա, զեկույցներ կա, այս կառավարության մասին, նրա հանցագործ կոռումպացված լինելու մասին, ընդամենը պետքա թարգմանել, տեսեք ինչ պարզ բան եմ ասում, վերջի իր հոգեվարքի մեջ ելույթները, որ ասում է 3 նախագահների ծալելու եմ, ճզմելու եմ, դնեմ ոտից տակ եւ այլն։ Այդ ընդամենը պետքա ցույց տալ թարգմանած, որ ասել, այս մարդը ուզում է այս Վարդան Ղուկասյանին տանի իր երկիր։ Դուք այս մարդուն որպես նախագահ, որպես վարչապետ վստահում եք, հա, տեսեք, ձևակերպումները կարող է տարբեր լինեն, կարող է մոտեցումները տարբեր լինեն, բայց ես դա էլ եմ առաջարկել, որ դատավարությունը միայն քրեական չի, դա մեծ քաղաքական բան ունի իր մեջ, բնույթ ունի եւ այդ բաները հանգամանքները պետք է ներկայացնել, իր SMS-ով դատախազ հեռացնելը, հա, այս լեքսիկոնը, այս վերաբերմունքը գործը դրանից շատ կհետևացներ։ Իսկ թե ինչու է Վարդան Ղուկասյանը հրաժարվել նոր փաստաբանի ծառայություններից, դա էլ ես չգիտեմ։ Բոլորս հույս ունեին, որ այս նոր փաստաբանը, որ պետքա միանալ ոչ թե վերցներ գործը իր վրա, դա մեծ օգուտ կլիներ, որովհետև բոլորը ում հետ ես ընթացքում խոսել էի, հա, ասում են, եթե նա վերցնի, ուրեմն ասեք գործը ավարտված է, то есть ինքը կազատ է անպայման էլի, իր փորձի հեղինակության եւ այլն վրա հիմնվելով։ Բայց դա վերջի պահին դա էլ չկայացավ։ Ես չեմ կարող ասել ինչու։ Ես չեմ կարող ասել ինչու, որովհետև տեսնում եմ այս ընթացքում ինչքան պատահական մարդիկ արանքներով վազվզում են եւ փորձում են վերմակ քաշել իրենց վրա։ Բնականաբար ես այնտեղ գործ չունեմ անելու, իմ գործը շատ համեստ է այս ամեն ինչում։ Եթե Վարդան Ղուկասյանը ասելիք ունի, ինքը վերցնում է հեռախոսը,
զանգում է ինձ, ասում է խնդրում եմ, այս բանը փոխանցեք։ Ես դա անում եմ։ Դրանից ավել ես ոչ լիազորված եմ, ոչ էլ իրավունք ունեմ անել։ Հուսով եմ, այս հարցով մենք իրար հասկացանք, այն ինչ որ ես արել եմ, զուտ մի բանի համար, որ այս բազմահազար մարդիկ, որոնք անհանգստացած են զանգում են, հա, որ իմանան, այո, ես էլ նույն կարծիքին եմ, որ այս 4-ին, ինչպես Վարդան Ղուկասյանը կարծում, պետք է գլորիցոսն ուղարկել շատ արագ ու կազմակերպված։ Այսքան բան։ Հա, հիմա անցնենք մեր կարևոր մյուս թեմաներին։ Ես ուզում եմ հարցումը սկսել Հրանտ Մաթևոսյանի խոսքերով, որն ասում է. «Քոնն ուրիշին չտաս։ Ինչքան տվեցիր տանելու են, ինչքան տարան խփելու են, ինչքան խփեցին ուժեղանալու են, ուժեղացան քամահրելու են»։ Պարզ բանաձև։ Հրանտ Մաթևոսյանը այս տողերը որ գրում էր, դեռ ՔՊ չկար։ Այսինքն, բայց այս ունիվերսալ ճշմարտությունը այսօր ակտուալ է առավել քան երբեք։ Այս տխմարները, որ հայտարարել են, սովորել են նորաձև, այս տողերը մեծ գրեք իրենց համար։ Ասա, քանի որ դուք որոշել եք, որ կրթվել է նորաձևը, կարդացեք Հրանտ Մաթևոսյանը ինչ էր ասում հանձնվելու, տալու, հա, ծեծ ուտելու վերաբերյալ, որ ինչքան տվեցիր, այնքան տանելու են, ինչքան տարան, այնքան ուժեղանալու են, ինչքան ուժեղացան, այնքան ուժեղ են խփելու։ Պարզ բանաձև։ Գնացեք մի քիչ ակտիվ եւ արժանապատիվ կյանք անցած մարդու հարցրեք։ Հա, ովքեր են ամենաշատ տուժել կյանքում։ Տարբեր իրավիճակներում։ Ձեզ միանշանակ կասեն այն մարդիկ, որոնք պատրաստ էին հանձնվել։ Գնոբը։ Ով պատրաստ է հանձնվելու, նա ամենաշատն է տուժում։ Ով պատրաստ է հարմարվելու, նա ամենաշատն է տուժում։ Ով պատրաստ է կեղծելու, նա ամենաշատն է տուժում։ Որովհետև ցանկացած բան, որը բարոյականության ու բնական վիճակին դեմ է, ունի շատ կարճաժամկետ աջողության ընթացք, շատ կարճաժամկետ։ Երկարաժամկետի մեջ նայում ես ավիրվել ամեն ինչ։ Հարաբերությունների մեջ էլ այդպես։ Որ հարաբերություններն են երկար մնում եւ ամոթ, որտեղ կեղծիք չկա, որտեղ տալու խլելու խնդիր չկա, հա, որտեղ ինքնահաստատվելու եւ նվաստացնելու խնդիր չկա, այդ հարաբերություններն են երկար։ Սա ունիվերսալ է բիզնեսի մեջ, կյանքի մեջ, քաղաքականության մեջ, պատմության մեջ։ Դրեք թող կարդան այդ տխմարները, որոնք հայտարարել են, որ կրթությունը նորաձև է։ Իսկ հիմա գնանք առաջ։ Զենք։ Պարոն Մինասյանի, Սարիկ Մինասյանի։ Այո, Որտեղից եք եկել։ Ամասիայից։ Եք եկել պարոն Մինասյանին աջակցելու։ Հա, բայց ես շուտ։ Դիան մեր կար։ Եկել։ Ես արտիկից եմ եկել, բայց ես չեմ խոսա, էլի ցավը։ Որտեղից եք եկել։ Երևանից։ Իսկ բանը, ինչպես եք տեղեկացել հավաքի մասին Երևանում։ Հա։ Ասա, խոսա, քաշիդ մեջ մի քիչ տղամարդություն բաչներ, որ ասեիր հստակ, այս սրա համար եմ եկել, որտեվ այ հավատով եմ եկել, գաղափարով եմ եկել։ Ինձ մի մեշոկ կներեք բարի համար, հա։ Արկի տեղ չեն դրել եւ տեղափոխել սա, ես իմ ոտով եմ եկել, համոզմունքով եմ եկել, բա ասա տղա ջան։ Ասա, որ իմանանք այդ ամբողջ քաշիդ մեջ մարդ նստած։ Ասա էլի։ Կամ ասա գլխականակ են որպես բերել, ավտոբուսները լցրել ու բերել են Ամասիայից, ուրիշ տեղերից։ Սարիկին չեն էլ ճանաչում, ասում ինձ մի խոսա էլի, ինձ մի խոսացա։ Ինչ եք ամաչում։ Ամաչում եք, չգայիք։ Ես նույնիսկ եմ ասում, պետք է անես վիճակի բերել երկիրը, միջավայրը, որպեսզի սրանց մասին դրական խոսացողներ այսպես փախնեն ոչ միայն կամերաներից, փախնեն մարդկանց հայացքներից, ներկայություններից։ Հասարակական պարսավանքի ինստիտուտը դուք թերագնահատում եք սիրելի ընկերներ ջան։ Հասարակական պարսավանքի ինստիտուտը ահավոր աշխատող ինստիտուտ է։ Ահավոր։ Դրա եթե մի մարդ ինքը սկզբունքային է մտնում այդ միջավայր, այդ կռիստները դուք չեք պատկերացնի ոնց են փախնում։ Ուղղակի հասկանում եք, որ իրանք անելու բան չունեն, դեռ վտանգ կա իրենց համար։ Դուք պատկերացրեք, եթե այդ համոզմունքով մարդիկ փողոցում շատ լինեն,
Այս մանր մուներ խավարասերները չկվել էին, մտել էին բոլոր ծակերը, սրանք ոչ թե միայն միտինգ չէին գա, այլ կամաչային խոսան, որ իրանք տականք են, հասկանալով հանդերձ, որ հասարակությունը հստակ գնահատական ունի իրանց ով լինելու մասին։ Թե չի ես մեկ-մեկ գրում եմ, Պաուլ Հակոբյան, ոնց որ դուք միամիտ երիտասարդ եք, մտածում եք, այս թվին, այս դարում բարոյական հիմունքներով կարելի է հարց լուծել։ Էմի լուծեք, ապրեք առանց բարոյական հիմունքների եւ հույս ունեցեք, որ ձեր արդյունքները ակնկալիք լինելու են լավ։ Ես այդպես չեմ կարծում։ Գնանք առաջ։ Ես չէ։ Չէ, ես չէ, Տարենկուն։ Ինք Ախուրյան բրիձը։ Այո, ես Ախուրյանից եմ։ Բայց մենք ընդրող չենք։ Ուղղակի աջակցել եմ։ Այդել ենք։ Ինքը ընդրող չի։ Այս հələ հայացքն է։ Ես եկել եմ, բայց ես չեմ ընտրելու։ Այսինքն ես իզմիկ հայո եկել եմ, ես ու չեմ եկել սան ընտրելու։ Հասկացաք ինչից փախավ։ Հայ ես ընդհանրապես գլխականակ եմ այստեղ, բայց ես չեմ ընտրելու։ Տեսքին նայողը կասի Երանի քեզ չէ։ Սա պարտ կանգնած է։ Կիսամարտը։ Որ իր հանցագործությունը ամբողջական չի համարում, որովհետև ինքը չի ընտրելու։ Կիսամարտ, հպարտ կանգնած կիսամարտ տեսեք։ Որտեղից եք եկել։ Չեմ ուզում։ Որտև ինքը չի եկել, իրան բերել են։ Գիտեք ում են բերում, ու փախնում է։ Այո, Ժորժ ջան, պետք է մտնել սրանց մեջ ու հարցերը տալ, որ գետինը մտնեն, որ փախնեն, գլուխները մտցնեն ծառերի, բանի աթոռների տակ, հասկանում եք, ասենք ամեն մեկը չեն իծնե քպայական, որ ասես նայեն աչքերի մեջ ու լկտի սուտ խոսեն։ Չէ, ասած գլխատ քանակի տեղ, ասես բերել են ինչ-որ տեղերից, բայց այդ աստիճանի ցինիկ ու լկտի չեն, որ քպայականների այդ բանը վարվելակարգի համաձայն նայեն աչքերի մեջ ու ստեն։ Գնանք առաջ։ Եք եկել պարոն Մինասյանին աջակցել։ Որտեղից եք եկել։ Գյումրիից։ Հիվանդանոցից, երկրորդ պոլիկլինիկայից։ Բանականաբար, պոլիկլինիկայի աշխատողներն պետք է քշած լինեն հոտի նման։ Եք աջակցում։ Միասին եք եկել պոլիկլինիկա։ Այո։ Կոլեկտիվով եք եկել թե հարևաններով։ Սիվով։ Որտեղ եք աշխատում։ Սուրբ Գրիգոր Նարեգացու անվան պոլիկլինիկայում։ Գործընկերներով եք։ Այո։ Որտեղ եք աշխատում։ Երևի։ Փախի։ Դպրոցում եմ աշխատում։ Ում եք եկել։ Երևի դպրոցում է, իսկ դպրոց, պոլիկլինիկա, հիվանդանոց, նույն բաներն ինչ որ անում էին հանրապետականները։ Ես ասում սրանց մեջ նախքին ներկա չկա, բոլորն աղբն են։ Ու փախնում է, երևի։ Գործընկերներից հետ։ Որտեղ աշխատակից եք։ Գյումրու քաղաքապետարանի։ Բնականաբար։ Գործընկերներով եք եկել թե ուղղակի։ Գործընկերներով։ Որտեղ եք աշխատում։ Երկրորդ պոլիկլինիկա։ Որտեղից եք եկել։ Մենք առաջի պոլիկլինիկայում ենք աշխատում։ Սա իրական պատկերը։ Իսկ հետաքրքիրն է նա։ Ուսանք եկել են, այսինքն գլխականակը բերել են մանկապարտեզներից, դպրոցներից, պոլիկլինիկաներից, պետական աշխատում են քաղաքապետարան, բա ճիվաղ ուրա։ Բա գլխավոր հերոսն ուրա։ Հարցվեց գլխավոր հերոսը չկա։ Գլխավոր հերոսին հասկացել են երևի, կամ գլխի են գցել, կամ ինքն է հասկացել, որ ավելի վատ բան, քան իր ներկայությունը Գյումրիում չի կարող լինել Սադիգի համար։ Բայց ես մի բան պետք է ասեմ, ավելի վատ բան, քան դրա գիտակցումը ՔՊ-ի համար չկա։ Որովհետև այդ ուսապարկերի միությունը ձայնա փախցրել է Նիկոլի շոքի տակ։ Նիկոլի շվաքի տակ ուսապարկերի միությունը կարողացել է ձայն փախցնել։ Այսօր այդ շվաքը հանում ենք, մտնում ենք, որ բան չկա։ Դա համար երկու վատ նորություն Նիկոլի համար։ Նախ որ ինքը գիտակցել է, որ ինքը պատուհաս է եւ բացասական ռեյտինգ, երկրորդն է, որ չմոռանանք, որ հանրապետությունում ոչ մեկ Ալեն Սիմոնյանի կամ մնացած Արաբատ Միրզոյանների տեղը չգիտեր։ Այդ բոլորը հայտնվել են խորհրդարանում ուսապարկի կարգավիճակով,
Մենակ նրա համար, որ ժողովրդի մի մասի համար կարծես թե Նիկոլ Փաշինյանը փրկիչն էր, որ եկել էր իրան փրկելու։ Գյումրեցիներ ջան, գործ ունեք անել։ Դուք պիտի տապալեք այս համակարգը։ Դուք պիտի մաքրեք մեր բոլորի ճակատի խարանը։ Դուք այդ հնարավորությունը ունեք։ Նրանք առաջ։ Ինքը պետք է գար փրկեր Սարեգին։ Ինքը հասկացել է, որ ինքը չի կարա Սարեգին փրկի, որովհետև մեկն էլ իրան փրկի։ Հիմա ամբողջ քպան այս հոգեվարքի մեջ է։ Ճիշտ է, կապիկի նման վազվզում են։ Հիմա ասեմ ոնց են վազվզում, թվում մի հատ նայեք։ Ուղղակի մի հատ այդ ագրեսիվ լարված ծնոտը նայեք։ Սա հոգեվիճակ է։ Հոգեվիճակ է։ Ինքը զրկվել է կրիշից։ Ինքը զրկվել է հիմնական տանողից։ Ու այդ ագրեսիվ վիճակը, այս ծնոտի լարված վիճակը, դրա մասին է խոսում, որ մեկը մենք անելու ենք, մեկը մենք կռվելու ենք, մեկը մենք հաղթելու ենք, որովհետև ասենք բանը, Ենիչերիների բանակը մեզ է հետևում, մեր հրամաններն է կատարում, որովհետև ԱԱԾ-պետը ասենք Սադիկի աղբերն է, որովհետև փողը տվել ենք, այս իշխանությունը մեզ լեռն է, ինչ ուզենք կանենք։ Բայց չէ՞ որ Սարիգի աղբորից սկսած մինչև ԱԱԾ-պետ հասկանում են, Փաշինյան Նիկոլ չկա։ Այն աստիճանի չկա, որ ինքը չի գնում միտինգի կամ չեն տանում միտինգի, որ Սարիգի տրամադրությունը չընկնի ռեյտինգի հետ միասին։ Հիմա բոլորը հասկացան, չէ՞ որ Նիկոլ Փաշինյան դա ոչ միայն դատարկ տարածություն է, դա խանգարող տարածություն է։ Նույնիսկ Սարիգի հեղինակությանը, մի մարդ որ հեղինակություն չունի, բայց նույնիսկ Սարիգի հեղինակությանը կարա վնասել։ Ու Ալենի դեմքը սա է ասում։ Այդ տեքստն լսենք։ Ես անհամբեր սպասում եմ 2026 թվականի ընտրություններին եւ վստահ եմ, որ մենք կրելու ենք այդ ընտրությունները ու ես վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ձայն ենք հավաքելու։ Չէ, դուք կարաք լավ քար կրեք։ Դուք արագ ավազ կրեք լավ։ Հա, չգիտեմ, ասենք ձմերուկու սեզոնին ձմերուկ կրեք։ Բայց դուք ընտրություններ չեք կրի։ Քան 2021 թվականին, որտեղ ես մարդկանց հետ շփվում եմ։ Մարդկանց դեմքին եմ նայում, Որտեղ ես շփվում մարդկանց հետ։ Խորհրդարան, ու։ Հա, ասենք որտեղ ես մարդկանց հետ շփվում։ Հələ մի հատ դուք այս ընտրություններից խոսացեք, հետո 26-ի մասին խոսանք։ Այսինքն ո՞նց ես դու շփվում։ Ախրանիկները թևերը բռնում են այդ մարդու, դու մոտենում ես այդ, քելու փոխարեն շփվում ես իրանց հետ, հա։ Հայացքը գիտեք ինչի է փախցնում, բա դժվար է սուտ նայել, դժվար է միշտ նայել մարդու աչքերին ու խոսալ adekvat։ Եվ վերջը տեսել եք ուժեղ մարդ, որ անընդհատ իր ուժեղ լինելուց խոսի։ Ես գիտեք ինչի հիշեցի, Սերժ Սարգսյանի հետ վերջացած ինչքան ուզենք խփենք, էլի Գյումրիում։ Հիշում եք գյումրեցիներ ջան։ Հիշում եք Սերժիկին ասեց, Սերժիկն ինչ ասեց։ Ասեց, ինչքան ուզենք այնքան կխփենք։ Ու գյումրեցին ասեց իր խոսքը։ Սրանք արդեն իբր իրանց բարերով կրել են Գյումրիում։ Սրանք արդեն 26 թվի մասին են խոսում։ Ասենք իրանք չեն էլ կասկածում, որ ինչքան պետքա խփել են արդեն, էլի։ Գյումրեցիներ ջան։ Ձեզ տեսնեմ։ Պիտներն եմ տեսնում, խոսակցությունն եմ հասկանում։ Այնքան եմ սպասում 2026-ի։ Խոսակցություններն է հասկանում, իսկ ընդամենը երեք ասում էր, մեզ բոլորն են քրվում, մեզ ով չի քրվում։ Այո, խոսակցությունները լավ գիտես դու։ Լավ գիտես, դրա համար այսօր բացի ճիվաղից, որ մցրել էին բունկեր, դուրնել փակել էին վրան, արագի շիշն դրել էին կողքը, ասել են զբաղվի միջև մենք գանք։ Ամբողջ քպան իր ռեսուրսներով, իր այդ ողմակով վազել է Գյումրի, որ մի քիչ գլխականակ ապահովել են խեղճ կրակ պոլիկլինիկայի աշխատողներին։ Հա գյուրերից բերած Իջևանից նույնիսկ բերած պատկերացնում եք Իջևանից մարդ են բերել։ Իջևանը գիտեք ինչքան հեռու է։ Ասենք ծախս են արել մարդ են բերել, որ ապահովեն Սարիկի համար գլխականակ են, ասում ճիշտ է ինձ բերել են, ես գլխականակ եմ, բայց ես չեմ ընտրել։ Ես տեղի ընտրելու իրավունք չունեմ։ Ուսանք դեռ 20-ից են, 26-ից են խոսում։ Գյումրեցիներ ջան, ձեզ տեսնեմ։
Աղբյուսերովի խոսքերը հիշենք, հա։ Ասում է, հիշեք, Թուրքը մի մեծագույն զենք ունի, դա դավաճան հային է։ Գյումրեցիներ ջան, դուք վաղը հնարավորություն եք այդ դավաճան հայի ձեռքերը օլոդելու, կուզեք ասեք օլոդել, կուզեք ասեք կտրել, կուզեք ասեք կոտրել, կուզեք ասեք տեղից հանել, բայց այդ դավաճան հայի ձեռքը, ձեռքի ճակատագիրը ձեր ձեռքն է Կիրակի օրը։ Ձեր ձեռքը, ու սա չափազանցություն չի։ Ճիշտ ասում աղբյուր Սերոբը։ Մի հատ գործիք ունի Թուրքը, դա դավաճան հային է։ Հələ մի հատ նայեք Արցախի ճակատագիրը, Թուրքը բան է գրավել մեզանից։ Թուրքը հաջողության է հասել։ Չէ, ամեն ինչ նվիրվել է դավաճան հայերի, այն որ եկել են Գյումրի, տարբեր դեմքերով, ծնից քվե մուրալ։ Այս այդ տարբեր դեմքերի մասին խոսենք։ Ինչ եք անում եք Գյումրիում, ինչ եք եկել։ Դուք ինչ եք անում։ Ես Շիրակի մարզից եմ եւ նաեւ Ես էլ Գյումրու Հարևան համայնքի ղեկավարն եմ, Բաչան, ավարտեմ նոր։ Գյումրու Հարևան համայնքի ղեկավար, այսինքն շարքային ուսապարկ, որին հրամայել են, ասել են գնա, արա, գնա գլխականակ ապահովի ինտեղ։ Թարնի գործերը լրիվ ընթացքի մեջ է, լրիվ գնում է շատ ուժեղ եւ ժողովուրդը գիտի դրա մաս։ Լսել եք, որ գործերը կարան շատ ուժեղ գնան։ Լսել եք այդ ձևակերպում։ Իմացեք ժամանակակից հայերենի մեջ ասես ձևակերպում կա, գործերը գնում են լավ ուժեղ։ Կարելի է հայտարարել ԿՊ-ի վերնախամի համար, որ հայերեն խոսալը պետք է դառնա մոդայիկ։ Ինչ վատ կլինի, որ ասել գիտեք ինչ։ Հայերեն խոսալը գրագետ պետք է դառնա մոդայիկ։ Առանձնապես այն մարդկանց համար, ովքեր պետական կարևոր պաշտոններում են։ Հետաքրքիր կլինի, գիտես։ Այդտեղից է սկսել, որտեղ ճիշտ խոսալ սովորել ավելի հեշտ է, քան կրթություն ստանալ լիարժեք։ Պարոն Արաքելյան, դուք գյումրեցի չեք։ Այո, ես հարցազրույց չեմ տալի, եթե որևէ չեմ տալիս հարցազրույց։ Հիմա աշխատակազմի ղեկավարի պարտականություններով պայմանավորված չեք այստեղ գտնում։ Ես հիմա գտնում եմ այստեղ որպես Դավիթ Առաքելյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Պատկերացնում եք ինքը իր դեմ ցուցմունք կատարի, ոնց անկեղծություն տեսել էի։ Հա? Ինքը իր դեմ ցուցմունք կատարի, որ ինքը եկել է նախ քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ է ու Երևանից եկել է աջակցության ցալիկի։ Այդքան բան։ Դուք Արայիկ Հարությունյանի օգնական եք, վարչապետի աշխատակազմի, ոչ, ինչ պաշտոն եք զբաղեցնում այս բանի։ Վարչապետի արագացում աշխատում։ Ինչու եք գտնվում Գյումրիում այս բանի։ Ես գտնվում եմ արձակուրդում։ Արձակուրդ եք վերցրել, որ գաք Գյումրի։ Այո։ Պարոն Սարգսյան, ինչու եք եկել։ Հարցազրույց չեմ տալիս։ Հա, եկել եմ թիմիս աշխատանքներին մասնակցեմ։ Թիմի աշխատանքների մասն։ Այսան բոլորին դեմքով հիշել, ժողովուրդ ջան։ Դեմքով հիշեք։ Սա բոլորին պետք է դեմքով հիշել, ֆիքսել, չնայած ես վստահ եմ, որ բավականին են ապացույցների ցանկն ու քանակը, հետագայում ասած բոլորին իրենց արասների համար բերել պատասխանատվության, բայց սրանց դեմքերի հիշեք էլի։ Հասկացեք ինչի հույսեր են մնացել, պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի օգնականը Գյումրիում է, Նիկոլ Փաշինյանի չեն թողել Գյումրի գա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ավելի բան ունի, օգտակար գործողության գործակից ունի Սալիգի համար, քան հենց ինքը վարչապետը։ Ձեր աջակցության կարիքը կար այստեղ որ։ Սա թիմային աշխատանք է, մենք առաջադրել ենք թիմով համայնքապետին դրություններին մասնակցենք։ Թիմը մենակ մի բան մոռացավ ասել, որ իրանցը թիմ չի, իրանցը ոհմակ է։ Իմջալոց այդ ոհմակը ունի նաև տարբեր ճյուղեր, ճյուղավորումներ, հա, որովհետև ինքը մի ուղղությամբ չի գնում։ Որովհետև եթե ասենք մի ուղղությամբ գնար Երևան քաղաքում, ինքը ուներ ընդամենը 9% ձայն։ Այդ դեպքում ոնց էր դառնալու քաղաքապետ Երևանում եւ ոնց էր կարողանալու իրականացնել այն ավիրացությունների այն ամբողջ մասշտաբները, եթե ինքը գնար միայնակ։ Իհարկե ինքը միայնակ չի, ինքը ունի նաև իր
հայրենում լավ խոսք ասում, զապասպակ դիշկեքը։ Այն անիմներ են փոխելու համար էլի եւ ծանոթանանք այդ անիմներին։ Գուցե որը վստահ է, որ իրանց առաջ թուրքական ահռելի շուկա է բացվում։ Պետք է մտածենք ինչ ենք վաճառելու, ոչ թե մեզ ինչ կանեն։ Գյումրեցիներ ջան։ Իր համար էական չի։ Ձեզ ինչ կանեն գյումրեցիներ ջան։ Իրանք թուրքական շուկայի համար են գալի Գյումրի։ Լևոն Բաղսեղյանի դեմքով։ Հասկացաք, դուք ում նաև պիտի չընտրեք, էլի։ Ով այսենց ապտակ պիտի ստանա, տակից, վերևից, ներքևից։ Ու ես որ հիմա նայում եմ սրա տեխնացիությունը ովքեր են պաշտպանում, վստահ եղեք, ես դա չեմ չափազանցնում։ Իմ համար ինչ տարբերություն դուք Նիկոլ Փաշինյանն եք աջակցում, թե Արամ Սարգսյան։ Որն է տարբերությունը։ Այս մարդու համար օրինակ իրական չի, իրանց ինչ կանեն, իր ընտանիքի հետ ինչ կանեն։ Մի հատ նպատակ ունի թուրքական շուկայում ինչ-որ մի բան վաճառել։ Այս մարդու նպատակը դա է։ Եթե դուք աջակցում եք այս նպատակներին, նշանակում է ձեր համար էլ են այս նպատակները ոչ միայն ընդունելի, այլև առաջնային։ Այստեղ ուրիշ բան չկա։ Ուրիշ բացատրություն չունի, որտեղ նմանը նմանին է ընտրում։ Նմանը նմանին է աջակցում։ Երբ որ դուք իր այդ ընդհանուր բան չունեք, դուք չեք կարող նաև աջակցել։ Գյումրեցիներ ջան, այնպես որ ինքը պարզ ասում է, իրանց համար էական չի, դե ինչ կանեմ ձեզ համար։ Իր համար կարևորը, որ դարձնեն այս ամեն ինչը թուրքական շուկան բացվի իրանց համար։ Թե ինչու, հեսա կիմանանք։ Մենք արդեն սա մասին խոսացինք, որ հանրապետականի այս Սարիգի հանրահավաքին քաղաքապետն է հասնում Ավինյան օգնության իր 9%-ով, բայց այդ 9%-ը չի, սա կողք կարի նաև սա։ Դա համար իրանք դառնան քաղաքապետ, դա համար են իրանք կարողանում տրանսպորտ թանկացնեն, հələ մտածում են քիչ են թանկացրել, հա։ Հələ մտածում է սրա ներկայացուցիչները, որ տրանսպորտը քիչ են թանկացրել, հա։ Որ այն մարդիկ, որոնք եկել են ասում են ծառերը պետք չի կտրել, դրանք ունեն ռուսական փողերով, չգիտես ինչի, վնգստացողներ են։ Հա, որ ընդհանրապես ասում են իմ աշխատասենյակում ավելի շատ մարդ կա, քան փողոցում թափած, որոնց դեմը հանել են մի քանի 100 հոգանոց յենիչերին խումբ։ Գյումրեցիներ ջան, պետք է թույլ տալ, որ սա Գյումրիում էլ կատարվի։ Մեկ բանից են, չէ՞, խոսում թուրքական շուկայից։ Եվ այսպես։ Երևի հիշում եք բոլորը, որ նույն Արամ Սարգսյանը ջատագովներ Ամուլսայի շահագործման, Ամուլսարի, այսինքն Հայաստանի խմելու ջրերի պաշարների ոչնչացման, թուրքական կազմակերպությանը նվիրել Հայաստանի անդերքը, որից ակնկալում են, որ ունենալու են ընդամենը $500 միլիոն 30 տարվա թե 20 տարվա ընթացքում, բայց դա դիմաց կորցնել են ամեն ինչ, հետո պարզվում է, որ թուրքական ընկերությունը Լիդիան կոչված է, նույնիսկ փող չունի ու բանկրոտ է, ասում են արի մենք մեր բանկերով քեզ փող կտանք, կֆինանսավորենք, դու քանդի, ոսկին տար, ծախի, քույնը թող մեզ Հայաստանից, ինչի, որտեղ այդ ոսկու մեջ փայ ունեն, եւ այսպես, Հայ ոսկի միավորման նախկին գլխավոր ինժեներ Սիփան 1 նախկին տնօրեն Գագիկ Պետրոսյանը պնդում է, որ Հայ ոսկի միավորման իր մեղրազոր եւ սոտքի հանքավայրերով 200 տոննա, տեսեք ինչ թիվ է, ոսկու պաշարներով ներառյալ Արարատի ու Հայ ոսկ, Արարատի ու ոսկու կորզիչ ֆաբրիկան Արարատի ոսկու կորզիչ ֆաբրիկան վաճառվել է Վազգեն Սարգսյանի ընտանիքի կողմից։ Այսինքն սրանք են տերը եղել, հետո վաճառել են։ Երեք որ Նիկոլ Փաշինյանը ողորմում էր ասում, ոսկին չեն գրանցում, բայց փող որտեղից տան։ Ինչի չեն գրանցում։ Որովհետև դա Արամ Սարգսյանի բիզնեսն է։ Ինքը այդ բիզնեսի տերն է, դրա համար աջակցում։ Ինքը այդ բիզնեսն ունի, դրա համար աջակցում է Ավինյանին, ավելի քաղաքը Ինչ ուզում ես արա, Նիկոլ Փաշինյանի կողքն է, ինչի, 200 տոննա ոսկի, բերանով եք ասում, որ չեն։ Դավարեք կողմավոր, դավարել ամեն ինչ անում է, որ Ամուսարը, ավիզվի, ընդեղ էլ ոսկի կա, դրամադի մեկ այր ընտանիքի հետ ժողովուրդ հետ ինչ կանեն, կարևորը թուրքական շուկան է։
Վազգեն Սարգսյանի ընտանիքի կողմից հայ ոսկի միավորման վաճառքի բարձրավանման մեջ նշված է Արմեն եւ Արամ Սարգսյանները հանցագործ մեթոդներով են հափշտակել 49% Սիփան 1 բաժնետոմսերը, որը շահագործում է լիճ վազքի եւ տերտերասալ ոսկու հանքավայրերը, ընդհանուր 20 տոննա ոսկու պաշարներով։ Դեսանակ մի բան ունի, մի նպատակ։ Փող, ու այնքան ազնիվ է Արամ Սարգսյանը, թե կարելի է ուղղակի ասես պլյուս դնել, էլի, ազնվության բացառիկ դրսևորում, որ ասում է մեր համար մեկ է, մեր հետ ինչ կանեն, կարևորը թուրքական շուկան է, թուրքական շուկան, որ մեր ոսկին կարող ենք այնտեղ վաճառել։ Գյումրեցիներ ջան, սա պետք է թուրք տակ, հա։ Այսինքն ինչ ասեմ, նայեք Երևանին, ու պատկերացեք մոտարապես ինչա լինելու Գյումրի վիճակը, խնդրեմ Գյումրի վիճակը, Երևանի վիճակը, այս ծառերը չկան արդեն, նայեք, կար, հոպլա, չկա, այս մարդիկ, այս երկրի թշնամին են, թշնամի, այս ծառերը տեսնում եք, ոչ մեկ չկարողացավ բացատրություն տալ, այս քանի տարի այն չեք ընկել Երևանի ծառերի հետևից, ինչի ոչնչացրեցիք ամբողջ բուսաբանական այգին։ Դա համար Երևանի օդը աշխարհի ամենակեղտոտ ու վտանգավոր օդն է։ Իսկ այս ծառերի հետ վերանալու են նաև թռչունները։ Ու այդ ворթ միջատները ուտելու է Երևանը։ Այդ չեմ ասում օդը, չեմ ասում վայրագությունը, այս ամեն չգիտեք ինչի դիմաց, ինչի համար։ Որ 80,000 դրամանոց շիֆտ են կենանդե։ Որը կարող 800 դրամ արժի, բայց ձևակերպված է, որ դա 80,000 դրամած։ Անցած տարի բաններ, այդ ճապոնական ծառերն են, այս տարի ինչ որ ուրիշ ծառեր են, ինչ էականը։ Հա, հուդայածառ։ Հուդաները հուդայածառ պետք է ընկեին։ Այսինքն իրենց ավել եկամուտ այդ բանի համար, որ ասեն 800 դրամանոց 80,000 դրամով ծախեն Հայաստանի բյուջեի վրա, ավիրում են ամբողջ Հայաստանը, գյումրեցիներ ջան։ Երևանում, Հայաստանում չկա դատախազություն, չկա ոստիկան, դրանք բոլորը ամեն մեկը իր մի փայ ուտելիքի դիմաց վաճառել է իր երեխու, իր ընտանիքի մաքուր մաքուր օդ շնչելու իրավունքը, ապագա ունենալու, ապահով ապագա ունենալու իրավունքը, վաճառել է օրինական երկրում ապահով ապրելու իրավունքը։ Գյումրեցիներ ջան, դուք ես կեղտոտ ձեռը կարաք գիրակի կտրեք, կարող եք ուղղակի վերցնել ու ասես կտրել, ինչ որ Սերժ Սարգսյանի հետ կատարվեց, իջնել է sense վստահ, sense ինչքան ուզե այնքան խփելու է, դա ձեզ տեսնեմ։ Ալիևը շատ անկեղծ պատասխանում է եւ կոչում է իրանց անուններով։ Ատելի թշնամի է անվանել հայերին, հայտարարելով, թե հայկական ֆաշիզմը ֆաշիզմի ամենաբարձր կետն է։ Մինչ այս տականքակույտը հարձակվել է Գյումրիի վրա, որ քաղաքապետի աթոռը գալի, որտեղ ինքը հասկանում է, եթե կորցրես Գյումրիի քաղաքապետի աթոռը, ինքը կորցնում է Հայաստանը։ Ատեղից սկսում է Գյումրիի քաղաքապետի կորուստից սկսում է իր կորուստը, փաստվում է, որ ինքը գոյություն չունի։ Իսկ բոլոր բաները հարցումներ ցույց են տալի, որ ԿՊ գոյություն չունի։ Այն աստիճան, որ իրաց վարչապետը նույնիսկ վախենում է գնա ընտրությունների, որ ավելի չվնասի, դուք պատկերացնում եք։ Հիմա այս ճիվաղակույտը իրացից ոչ մի բան չներկայացնող, թե մասնագիտական, թե մարդկային, թե կենսագրական, թե արժեքային, ինչ ասեմ, սա փողոցում թողես, գիշերը մնա, եթե պաշտոնը չլինի ձեռները, նույնիսկ տաքսին տուն չի տանի։ Տաքսին, որ կանչի տաքսին էլ չի գա։ Ինչ են ծալվում Ալիևի դեմ, որովհետև արժեքային իմաստով իրանք այդքան են։ Ալիևն իրանց ասում է, որ դուք ֆաշիստ եք, սրիկա եք, դուք թշնամի եք, իրանք վախենում են նույնիսկ ասեն մեկ թշնամի չենք, ասում են դու մեր գործընկերն ես։ Դու ինչքան ուզում ես մեր վրա հարձակվի, վիրավորի, ստորացա, նվաստացա, մենք դա սովորենք, որ առաջ անգամ չի, դες մեծացել ենք, իրանց ամբողջ կենսագրությունը, սենց, դա ստորացման, նվաստացման մի ամբողջ պատմություն, համաստեղություն։ Հիմա այդ կարգով մեծացած մարդ այսօր բերել են, ուսապարկի նման նստեցել են աթոռին, սել են լափի ինչքան ուզում ես, բայց պետք եղած ժամանակը պետք է գաս մեր ուզած կոճակա սեղմես ու
որոշակի բաներ խոսած։ Ձեզ թվում է սրան արժանապատվություն ուղեղ ունեն, որ Ալիևին պատասխանեն։ Հիմա այս չպատասխանողների ձեռն ու հնարավոր ամեն ինչը պետք է կտրվի Գյումրիում, գյումրեցիներ ջան։ Ես ձեր վրա շատ հույս ունեմ։ Խնդրում եմ, մեզ, հայերիս, չհիասթափեցնեք։ Սում սա էլ ասեք։ Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեն հերթական սադրանքին է նախապատրաստվում։ Կառավարությանն առընթեր գործող այս կառույցը մտադիր է հավաքագրել Թուրքիայում ապրող ադրբեջանցիներին, որոնց մտադիր են դարձնել գործիք Հայաստանին տարածքային պահանջների առաջադրման համար։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կոնկրետ ինչ է ձեռնարկվում։ Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը Իգդիրում շուտով պատրաստվում է անցկացնել հարավային Անատոլիայում ապրող ադրբեջանցիների ֆորում, որի նպատակն է ներգրավել իրենց Իլհամ Ալիևի հայտարարած, ինչպես իրենք են անվանում, արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգի իրականացման համար։ Այսինքն հավանաբար սեփական մարդկային ռեսուրսները բավարար չեն, փորձում են այդ մարդկային ռեսուրսները ներգրավել թե նաև Թուրքիայում, ըստ էության հավաքագրելով մարդկանց այս սադրիչ նախաձեռնության, այս պրովոկացիոն իրենց պատմության մեջ։ Խոստովանել է Մուրադովը, որ հատուկ տեղեկատվական բազա են ստեղծել Թուրքիայում ապրող այն ադրբեջանցիների, որոնց նախնիները ժամանակին ապրել են Հայաստանում, եւ այդ մարդկանց առաջարկում են ներգրավել այս աշխատանքի մեջ, որպեսզի կարողանան վերադառնալ իրենց պապերի հայրենիք։ Դրա համար ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են անցկացնում այդ մարդկանց հետ, զեկուցում են անցկացված իրականացված աշխատանքի մասին եւ ներգրավում են իրենց այդ աշխատանքի։ Հավանաբար նաև այս ամենով փորձում են մեզ վախեցնել, քանի որ կարծում են, որ ավելի տպավորիչ կլինի, եթե այս աշխատանքներին մասնակցի ոչ միայն Ադրբեջանն, այլ նաև Թուրքիայում ապրող ադրբեջանցիները, բայց չեն նկատում հավանաբար մի կարևոր հանգամանք։ Դրանով իրենք հարվածի տակ են դնում Թուրքիային, խնդիր են ստեղծում Թուրքիայի համար։ Քանի որ եթե Թուրքիայում ապրող մի քանի հազար ադրբեջանցիներ, ում նախնիները ժամանակին Հայաստանում են ապրել, հայտարարեն, որ ցանկանում են վերադառնալ իրենց պապերի հայրենիք, ապա նույն իրավունքի մասին կարող են հայտարարել առնվազն 5 միլիոն սփյուռքահայեր, որոնց նախնիները գիտենք ինչի հետևանքով ստիպված են եղել իրենց հայրենիքը։ Չեմ կարծում, որ այդպիսի, այսպես հարաբերակցությունը Թուրքիայի շահերից կլինի, Չէ, մի տաղցում երկարյան։ Սփյուռքը 5 միլիոն։ Եթե ուզենալ հայտարարել դրա մասին, ոչ մի բան չէ խանգարում առ այսօր դրա մասին հայտարարել։ Բայց ինչպես տեսնում եք, դրա մասին հայտարարություն չկա, ինչու՞։ Որովհետև Ադրբեջանում կա Սփյուռքի նախարարություն եւ նա է դրա աջակիցը, այնա դա կազմակերպողը, հա, process անողը նա է, իսկ Սփյուռքում նման կազմակերպություն չկա։ Նույնիսկ Թուրքի նախարարությունը փակվեց, տեղը բացվեց մի հատ փոքրիկ գրասենյակ, որը ղեկավարում է այն այլասերված 1.5 մետրանոց բանը, Սինանյանը, որը քարոզում է Թուրքում, որ պետք է հաշտվել թուրքերի հետ։ Եվ զուգահեռ հիմնարկներ է ստեղծում երիտասարդական Թուրքի կառույցների կողքին, որոնք պետք է բան անեն, հաշտության քարոզարշավ անեն թուրքերի հետ։ Այսինքն մենք ինչ որ ունենք, հակառակն է անում։ Ես չեմ կարծում, որ Արտյոմ Երկանյանը սա մասին չգիտի, հա։ Ես չեմ կարծում, որ ինքը չգիտի, որ Սփյուռքը եթե նույնիսկ առանձին ինքը որոշի անի, Սփյուռքի կարևոր օրգանները, որոնք, ասենք, Դաշնակցություն, Ռամկավադ, Հնչակյան եւ տարբեր եկեղեցի, հա։ Ինչու՞ բա դրանք միջև չեն արել։ Կարող է դա պատասխանել գիտեք։ Ես կարող եմ հուշել, որովհետեւ բոլոր այդ կառույցների հիմնական ղեկավարները ղեկավարվում են հարևան երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Դրա համար էլ ոչ մի նման պահանջ իրավական իրավունք ունեցող, որ բան չի ասեցից ցեղասպանված արդյոք։ Դու Երկանյանի թորն ես, չէ՞։ Նեմեսիս գործողություն իրականացած։ Դու նույնիսկ վախեցար շանթի եթերում ցեղասպանություն բառ օգտագործել։ Բամոտ չէ՞։ Դու նույնիսկ ցեղասպանություն բառ չօգտագործեցիր եթերում, որտեղ գիտես Նիկոլը չի սիրում դա։ Նիկոլը արդեն ցեղասպանությունն է հանում օրակարգից։ Նիկոլը արդեն Հայաստան եկողներին չի տանում ցեղասպանության հուշակոթող, դու նույնիսկ ցեղասպանություն բառը չօգտագործեցիր ես։ Եվ ես
մարդկանց գլխի տակ փափուկ բարձ ես դնում ասում ես ավելի վատ կլինի իրենց համար որտեղ սփյուռքներ կարող այն կպահանջի սփյուռքը որպեսի պահանջի սրանց այս կապիկությունների կարիքը չուներ բացարձակապես իսկ գիտես որ սփյուռքը չի պահանջի որովհետև կազմակերպչական օղակ չկա այն ինչ որ կա կխանգար են ամեն դեպքում նույնիսկ պահանջատիրության օրակարգը հանեց հայդատը պահանջատիրության իրավական պահանջատիրության օրակարգը հանեց մեջից հայդատը եւ թողեց ցեղասպանությունը ճանաչելու այն էլ Բայդենը ասեց ցեղասպանությունն ա եղել դրանով վերջացավ ամեն ինչ իսկ ինչ վերաբերում է այս նախաձեռնությանը Ադրբեջանի այս կարգի նվաստացնել եւ համատել որ սա անպայման վնաս է լինելու իրենց սա խայտարակություն է արդյոք Էջկանյան հա խայտարակություն որովհետեւ Ալիևը ինչպես Սալիգենք Նիկոլենք հիմա Գյումրիում գլխականակ են հավաքում ռայոններից մարդիկ են բերում իրանց գործի համար որ ցույց տան որ իրանք հզոր են մեծ են պահանջատեր են հա այնտեղ ինքը ազգային գիտակցությունը արտնասնում մարդկանց մեջ պահանջատերա դարձնում չեղած բան չեղած փողը ծախսում դրա վրա իրանք փողը դրա վրա են ծախսում որտեղ հասկանում են զենքը իմաստ չունի զենք ունենալ եթե նույնիսկ զենք ունես բայց տակա այս գաղափարական այս գիտական իրանց առումներով հայ հիմնավորված չի դու օդի մեջ կրակող ես իսկ սա դնել նվաստացնել որ թա իրանք որ sense բանանել հա սփյուռքում էլ sense կլինի ինչ սփյուռքում սուկում վաղուց կար այդ գործընթացը կոչվում է հայդատ այն ինչ որ ավարտվեց դա մենք շատ լավ տեսնում ենք իսկ այն փաստը որ դու հիմա նույնիսկ ցեղասպանություն բառը չես ասում եթե եւ ժողովրդի գլխի տակ փափուկ բան ես դնում բարձր դեմ թե դա մեջ ոչ մի վտանգավոր բան չկա սա ես կորակեմ կարճ լակոնիկ խայտարակություն ուղղակի խայտարակություն ու մարդիկ դասում են ասում լավ եթե արդյոք Երկանյանն ասում է դա խայտը բան է վնաս կլինի իրանց համար առաջին հերթին երևի զգուշանալու բան չկա ես ասում զգուշանալու բան կա եւ ընդհանրապես Ալիևը հիմա չի ի տարբերություն Հայաստանի Հանրապետության վարչապետի Ալիևը ամեն ինչ անում է որ իր ժողովրդի մեջ ինքնագիտակցություն զարգացնի մինչդեռ այս տականքները քո նմանների ձեռքով փափուկ բարձ են դնում եւ հակառակն են անում որ նախ վտանգ չկա որտեղ ազգի է հավաքվում վտանգի պարագայում նախ վտանգ չկա երկրորդներն դե հիմա Թուրքիա էլի ինչ կապ ունի մեր հետ ինչ անելու կարևորը մենք առևտուր անենք ինչ կապ ունի ները կարևորը մենք խուսափենք ցեղասպանություն բառը ասելուց սա խայտարակություն ես ասում եմ նամակ ստացա սենց ես ուզում եմ անպայման ես մի քանի րոպե նայենք տրաֆիկինգի զոհ Հայաստանում ինչի մասին ես արդեն շատ տեղերում խոսացել եմ ինչ ես այս հարցը բարձրացրել եմ եւ պայքարում եմ այս ամենի դեմ անգամ երեխայիս հետ հեռախոսով չեմ կարողանում խոսել եւ ուժային կառույցները առհասարակ ոչինչ չեն անում դիմել եմ բոլոր ուժային կառույցներին ասում ապացույցներ չունեք ուրեմն ոչ բան չկա դինը հետմա այս կինը ահաբեկված է ես 100-ից ավելի փաստարկներ եմ վերել եւ պահանջում եմ որ հետաքննություն իրականացվի քրեական բարույթ նախաձեռնվի եւ հետաքննություն ստացվի իսկ պատգամավորներից կոնկրետ պահանջում եմ խումբ կազմել թեկուզ լրագրողների մասնակցությամբ մեկ կամ երկու պատգամավոր նաեւ լրագրող գնանք կնոջ CFI-ով եւ մեզ ուղղորդեն որ մենք կարողանանք դուրս գալ երկրից դուրս ես ոչ բնականն եմ ուզում ոչ գումարները ոչ ավտոմեքենան ոչ մի բան չեմ ուզում ոչ մարդկանց պատիժ եմ ուզում միակ պահանջը որ հնարավորություն ստեղծեմ մենք դուք երկիրը քանի որ ինքնը շարունակում է ինքնիշխանություն եւ իրավապահարները ոչինչ չեն անում իմ միակ պահանջը պատգամավորներից դա է լինելու իսկ հիմա պահանջում եմ հանդիպում եւ այս հարցի քննարկում ես համոզված եմ որ գինի ապահովության մեջ այսինքն նրա անվտանգությունը ինչ որ առումով վերաշխարհորած լինի նա խոսի կամ համաձայնի երկիրի լքել իսկ դուք խոսել եք ձեր կնոջը ես չեմ կարողանում նրա հետ առասարակ խոսել ինչ ես թեման բարձրացրել եմ հացադուլին նոյեմբերին անցած տարվա նոյեմբերին հացադուլի ժամանակ ստացի հրապարակայինորեն այս ամենի մասին խոսել առասարակ ապա նրա հետ կորել է այսօր դատական նիստ կա երեխայի հետ կապված մի 5 րոպեով տեսել եմ բայց նա ահաբեկված է ուղղակի չի խոսում ես բացի այս տեսանյութից նաև ստացել եմ ես այս տեսանյութին չի անդրադառնա եթե հաջորդ տեքստը չլիներ որը ինձ դրդեց ամասին խոսել ուրեմն այս ակցիայից հետո մարդը հաստատուլյան ասում պահանջում է կնոջը թույլ տան հետ հանդիպի եւ թույլ տան երկիրը լքեն որտեղ կինը տրաֆիկինգի զոհ է եւ այսպես մոտենում են իրան ԱԱԾ աշխատողներ եւ հորդորում են դադարեցնել
Փոխանակ իրենք դետալների մեջ խորանան, թե ինչ է եղել, մարդը նորմալ չի ինքը, բանը IT ոլորտի աշխատողը, ծրագրավորող, աշխատանք ունի, բոմժ չի, հոգեկան հիվանդ չի։ Ես այս մանրամասները, ես այս ամեն օր չեմ կարծում, ինձ խնդրում եմ ինձ չգրեք, ես Վարդան Ղուկասյանի դերը չեմ կարող վերցնել ի վրա, բայց ուղղակի այտենց հետաքրքրեց ինձ։ Հոտենում են ներկայանում է որպես ԱԱԾ աշխատող։ Բնականաբար ցույց չեն տալի, հետո շատ ապանդու որ ցույց տվեք, ինչ որ մի բան արագ ցույց են տալի, փակում են, դες բան չեն անում ընդհանրապես էլ։ Բայց նույնիսկ եթե իրենք ԱԱԾ աշխատող են, ինչ են իրան ասում, որ կյանքիդ վտանգ է սպառնում։ Կյանքի սպառնում են իրենց կյանքին վտանգով են սպառնում, հա։ Եվ ամենակարևորը հորդորում են Նիկոլից չխոսալ։ Նիկոլի անուն ընդհանրապես չտա։ Եվ այս չգիտեմ, երկար խոսելուց հետո գնացել են, իրանք ինչ կորոշեն, բայց ես իմ եզրակացությունն ունեմ։ Երկու հանգամանք։ Շատ ծանոթ բան է, որ բա աղբեր քո կյանքի մասին չես մտածում, ես այնքան եմ լսել, ես այնքան եմ պատասխանել այդ հարցին։ Իմ ոճի մեջ, էլի, դա երկբանի էֆիրով ասելու բան չի։ Իմ ոճի մեջ դες պատասխանել եմ։ Ով տես բան է ինձ ասել, բայց քո կյանքի մասին չես պատասխանում, ուղիղ ասել եմ։ Իսկ որ զգուշացել են նաև Նիկոլից չխոսա, հա, որ Նիկոլին պես կարող, որտեղ ինքը մեղադրում ասա, բոլորը այս փաստորեն տրաֆիկինգի բիզնես կա Հայաստանում, ու բոլորը իշխանությունից սկսած մինչև ուժայինները փաստացի Հայաստանում տրաֆիկինգի բիզնես են իրականացնում, ով էլ իրականաչ ուզում է դրանից փրկի, սպառնում են կյանքով, առողջությամբ եւ հետ էլ հիշեցնում եմ Նիկոլի անունը չտակ։ Ես այս ժամանակ գիտեք ինչի հիշեցի։ Սերժի ժամանակ էլ մի հատ բան կար։ Հիշում եք, ռազմիկ, որ երեխաների օրգանների առողջակով է զբաղվում, երեխաների առողջակով է զբաղվում, հետո բացահայտվեց ու շուտ կոսկվեց, ռազմիկը ազատության մեջ է։ Երբ որ բարձվեց, որ այդ բիզնեսի գլխին կանգնած է եղել Ռիտա Սարգսյանը, Սերժ Սարգսյանի կինը։ Հիմա այդ ռազմիկը ազատության մեջ է։ Ու միանգամից հենց ամեն ինչ եկավ աչքիս առաջ։ Հետո եկավ աչքիս առաջ, որ դեք բողոքում էր Մարտուն Գրիգորյանը, որ իրան երախուն, իր հորը ձերբակալել են, տնից տարել են։ Հիմա լույսս նորից գալիս է մեծ բոլորին։ Ինչ որ դուք արել եք հիմա, ինչ որ հիմա ալվում է, հետո արվելու է ձեր նկատմամբ, հա։ Տեսեք, այսօր որ ապահով տունը նստած է մտածում է իր կինը, ես ամեն ինչը լինում է, չէ, իր կինը, երեխան, չեն կարող դառնալ այս համակարգի զոհը տարբեր ձևերով։ Դա տրաֆիկինգի ձեռով լինի, օրգանների վաճառքով լինի, տնից ձերբակալելով տանող լինի, անօրինական սպառնալիքներով լինի, ինչ ուզում է լինի։ Եթե մեկը այսօր ապահով նստած է իր տեղը, որովհետև ինչ որ մի տեղ աշխատում կամ ինչ որ մեկին ճանաչում է, որ վստահ է, եթե տես բան եղավ իրան ընդերից հանելու են եւ թքած, օրենք ոչ թե օրենքն է պաշտպանելու իրեն, այլ ձերքի ու դոն կամ չգիտեմ, անձնական կապերը, բայց ոչ թե օրենքը։ Ուրեմն նա խիստ մոլորության մեջ է։ Խիստ մոլորության մեջ է։ Ես ասեմ ավելին, նշանակում է ինքը նույնիսկ չէր հասկանում ինքը ինչ երկրում ապրում, ու ավելին էլ կարելի ասել, որ նշանակում է նույնիսկ ապագա չունի։ Եթե միջև այսօր մարդկա, որ չի հասկացել, որ չկա ուրիշի խնդիր, եթե այդ խնդիրը օրենքի հետ է կապված։ Եթե օրենքը չի աշխատում, վաղ թե ուշ այդ չաշխատող օրենքը խփում է բոլորի ձեռքը, դուրնա ծեծում, հա, դա աղտոտված օդով լինի, կտրված ծառով լինի, թունավորված ջրով լինի, պոկված վերելակով լինի, բակատ հրդեհ լինի, այդ ճանապարհը փակած նորակառույցներով լինի, այսինքն ինքը չի հասկանում այս պարզ համակարգը, իրան հնարավոր չի օգնելու, մենակ մնում ասես ցավակցել ու կողքից նայել, էլի։ Այսօր Թայլանդում տեսակ երկրաշարժից շենքեր էր քանդվում։ Կա շենքեր, որ չքանդվեցին, կա շենքեր, որ քանդվեցին։ Դուք պատկերացնում եք Երևանում մտես մի հատ երկրաշարժ ունի։ 7 էր կարծեմ։ 7-1 թե 7-7, մի խոսքով 7 քանիս էր։ Նորակառույց հսկա ու ինքս նստեց միանգամից։ Ծնկեց։ Որովհետև ինչ որ մեկը միտեղ
ոչ իրավաչափ շինթույլտվության իրավունք է տվել, խախտել է բոլոր նորմատիվային կանոնները, ամեն ինչ ցանկացած շենք, որ սարքված է այդ օրակարգ քաղաքի կենտրոնում են էլ, դրանք բոլորը նորմատիվներից դուրս, բոլոր օրենքներին հակասող շինություններ են, այսինքն սա էլ այս ամեն ինչի մի մասն է, չեմ ուզում հիմա շինարարության վրա կենտրոնանալ։ Ու այս տղայի դեպքը ինձ այդ ամեն ինչը հիշացրեց, ես ուզում եմ հասկանալ, որ այս տղեն եւ ցանկացած մեկը այսօր հայկական իրականության մեջ այդ նույն շղթայի զոհը կարա լինի, որովհետեւ Հայաստանում կատարվում է այլանդակություն։ Բարի ամենաբազմաշերտ իմաստով եմ ասում, ամենաբազմաշերտ, որ անկյուն նայում ես այլանդակություն է ուղղակի։ Նույն ձևի նշանակում է այլանդակ են բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այս այլանդակությանը, նույնիսկ այլանդակ են նրանք, ովքեր լոյալ են այս այլանդակության նկատմամբ, այլանդակ են նրանք, ովքեր աջակցում են, ոչ ասենք չեն մասնակցում, բայց աջակցում են այս այլանդակությունը, այլանդակ են բոլոր նրանք, ովքեր կընտրեն Գյումրիում կամ Փարաքարում այս այլանդակությունը, ես չգիտեմ էլ ոնց ասեմ, ես չեմ կարող հայոյել, դա իմ ոճը չի, բայց այլանդակությունը դա ինձ թվում է ավելի բազմաշերտ ու ավելի ազդեցիկ բառը, ով ընտրի նշանակում է համաձայն է այս տրաֆիկինգի, երեխաների վաճառքի այլանդակության հետ, պատերազմում սպանված երեխեքի այլանդակության հետ, այս ամբողջ ինքը համաձայն է, առևտրի դիմաց երկիրը վաճառելու այլանդակության հետ, թուրքի տակ ստորանալու այլանդակության հետ, պապերիդ հավատքն ու արժանապատվությունը ուրանալու այլանդակության հետ, եթե մենք հավաքական իմաստով կարող ենք այսքան այլանդակ լինել, բա հարց, ինչների սա պետ երկիրը։ Երկիրը այսքան այլանդ, ոչ մի երկիր այսքան այլանդակություն չի կարող մարսել։ Կիրակի ընտրությունները ցույց կտան։ Այս նույն այլանդակությունը հիմա կախված է Ուկրաինայի գլխին։ Թրամփը ցուցաբերելով իր ամբողջական այն ինչ որ կանխատեսելի էր, բայց մտածում ենք կարող է մի բան կա, չգիտեմ, կարող է հանկարծ մի բան փոխվի, կարող է, Թրամփն ասես չի արի, ինչ է խոսում։ Ոչ մի կարող էլ չկա։ Ուկրաինայից պահանջում է ինչ ունի, չունի, տա իրան։ Այսինքն նույնը մենք տեսել ենք դա, երբ որ Քոչարյանը 120 միլիոնի դիմաց ամբողջ Հայաստանը վաճառեց, դա համար այսօր Հայաստանը ամբողջական Ռուսաստանի գերին է տնտեսության իմաստով, բանը ռազմավարական կարևոր օբյեկտների իմաստով, նույն բանը կատարվել է մեր հետ։ Ուղղակի մեր հետ կատարվել է 120 միլիոնի դիմաց։ Այնտեղ կատարվում է մոտ 150 միլիարդի դիմաց, մեր մոտ եղել է 120 միլիոնի դիմաց։ Բայց դիմացը բանը Ռոբերտ Քոչարյանը ստացավ անսահման իշխանություն եւ այդ կարևոր հիմնարկներում անպայման տնօրենների խորհրդում պաշտոն սա Ռոբերտ Քոչարյանի ստացածն է դա դիմաց։ Հայաստանը հանձնելու դիմաց։ Մի խոսքով, հիմա Տրամփը ուզում է ուղիղ նույն բանն անի Ուկրաինայի հետ։ Զելենսկին ասեց. մենք չենք ընդունում նման առաջարկը, մենք չենք ճանաչում այն օգնությունը, որ տրվել է Ուկրաինային որպես վարկ։ Որովհետև մի բան, որ Տրամփը չի արել, դա արել է Ամերիկայի ժողովուրդը։ Ես եմ այդ հարկը վճարել։ Իմ նման մարդիկ են հարկը վճարել, այդ հարկով էլ գրվել են զենքերը, գնացել են Ուկրաինա։ Դա Դոնալդ Տրամփը չի արել մենակ։ Ընդհանրապես իր ադմինիստրացիան այս ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունի։ Բայց դա դնում է, որ ինքն է արել եւ ասում է, այդ դրա դիմաց ամեն ինչը պետք է տաս ու դառնում ես լրիվ վասալ։ Ես երեկվանից sense որ կարծում եմ, մտածում եմ, եթե ես լինեի, ասենք Զելենսկու տեղը, ինչ էի պատասխանելու ես։ Ես վախենում էի մտքերից։ Ես ինչ կարեի պատասխանել, այսօր կարդացի Զելենսկուն։ Ճիշտ ասում։ Մի քիչ ուրիշ բառերով, բայց ճիշտ ասում։ Ես ավելի հստակ կասեի իհարկե, բայց ինքն ասում է, այն ինչ որ դուք տվել եք, մենք դա չենք համանում վարկ։ Եվ այդ վարկի դիմաց բնականաբար մենք ոչ մի բան ձեզ պարտական չենք։ Մի պարտականություն ունենք ձեզ ասել շնորհակալություն, մենք էլ այդ ասել ենք։ Ի տարբերություն Փաշինյան Նիկոլի,
տեսեք, Զելենսկին գոնե կապիտուլանտ չի։ Չտվեց։ Ոչ Պուտինին տվեց, ոչ էլ Տրամպին է տալի։ Կարա չէ, երկիրը տալ, ասել ապրել, տանք, որ պատերազմ չլինի։ Չտվեց, չէ։ Երկիրը չի տալի։ Ասում եմ, իմ ժողովուրդը հարյուրամյակներ պայքարել է իր ինքնիշխանության համար։ Ուկրաինայի պայքարը ժողովրդի Ռուսաստանի դեմ, սա մի օրվա չի, սա հարյուրամյակների պատմություն է։ Ասես չի, ես չեմ կարող։ Այո, ես կոռումպացված եմ, այո, ես փող սիրում եմ, այո, ես այդ համակարգի մի մասն եմ, բայց ես իմ երկիրը չեմ տա։ Չտվեց նաև Տրամպին։ Իրա չտալը ես թվում է բան էր Տրամպի համար ավելի մեծ ապտակ էր, քան ամեն օր այն ապտակները, որ ինքը ստանում է իր երկրում դատարանների կողմից, որոնք չեղարկում են իր ոչ սահմանադրական որոշումները, բայց ամեն ինչ ավելի է այլասերվում, այլանդակվում նույն Ամերիկայում։ Չնայած հանրապետականների մեջ կան նաև այսպիսի մարդիկ, հա, Ռոջեր Ուինկերը, որն ասում է Պուտինը հանրապետական է, ռազմական հանցագործ է, որը պիտի նստի բանտում միջև կյանքի վերջ, հա, եթե ոչ իհարկե բան անել, կախել դրան, էլի, ասենք երկրի օրենքները ոնց ցույց տա։ Այն հանգամանքը, որ հանրապետական կուսակցություն դեռ կան սես մարդիկ, հույս անել շնչում, որ հանրապետականը ինքը կնախաձեռնի այս այլանդակ ռեժիմի, այս այլանդակ ռեժիմի, որ հիմա նայեք, նայեք, այս այլանդակ ռեժիմին, որը սահմանադրությունը տշած ունենա ինչպես Փաշինյան Նիկոլը Հայաստանում սահմանադրությունը, որ 300 բանը ուսանողի վիզա չեղարկելու են մի բանի համար, որ իրանք Կոլումբիա համալսարանում մասնակցել են ցույցերի, որտեղ պահանջում են խաղաղություն Պաղեստինում։ Այդ դրա համար ինքը 300 վիզա է արդեն չեղարկել այն ուսանողներին, որոնք սովորում են։ Ու այսուհետև ուսանողական վիզա տան իրեն հարց են տալու, հարց են մտնելու, ինչի համար է գալի Ամերիկա, մասնակցելու է ցույցերի թե չէ։ Ես պետք է հիշեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրության ամենաառաջի ուղումներից առաջի կարևոր կետերը խոսքի, խղճի, հավատամքի ազատություններն են։ Առաջին, ասենք, սրանք չվիճակվող բաներ, ու Ամերիկան դրանով Ամերիկա դարձել։ Ամերիկան, որ Ամերիկա է դարձել, այդ էմիգրանտների շնորհիվ, որոնք իրենց երկրներից փախել են, տեղափոխվել են Ամերիկա, հենց դրա համար միայն։ Այլապես Ամերիկան չէ ունենա հզորությունը, չէ ունենա գիտական մտքի, մշակութային մտքի հոսքը դեպի այդ երկիր։ Չէ կարող այդ ամեն ինչ անել։ Իսկ այսօր ինչ որ Ռուբիո, ինչ որ Տրամփ որոշում են, որ ամեն ինչից պետք է զրկեն այդ երկիրը։ Ես չգիտեմ որքան իրանք կարող են երկար դա անել, հա։ Հիմա էլ Տրամփն է սպառնում ավտոարտազողներին, որ ինքը թանկացել է, մտցել է տաքսեր, հանկարծ ասում է դուք մեքենաների գինը չբարձրացնեք։ Դուք պատկերացնում եք ինքը բիզնեսմեն է, իբր։ Ես ինչ եմ ասում իբր, որովհետև այն ինչ որ ինքը ասում է, դա հակաբիզնես է, դա տխմադություն է։ Եթե ներմուծած ապրանքդ թանկ է, նշանակում է ապրանքի ինքնարժեքը բարձր է, նշանակում է գինը բարձրանում է ավտոմատ։ Եվ դու ազատ շուկայական երկրում, սա պետական արտադրություն չի, դու ոչ մեկի վրա չես կարող ազդել, որ նա գինը չբարձրացնի։ Դու ո՞նց կանես մեկի վրա ազդես, որ նա գինը չբարձրացնի։ Սա սովետական տնտեսությունը չի։ Դա պետական հիմնարկը չի, որ ասես վնասով աշխատի։ Փողնել դու տաս բյուջեից։ Բայց ինչ անում։ Իրա հավատացողներին, ասում է, տեսեք, ես ասեցի, որ գինը չբարձրացնեն։ Հիմա չգիտեմ քանի հոգի է հիմարության հավատալու, որ Թրամփը որ ասեց, որ մասերը որ գալիս է 25% թանկ։ Դու պետք է այդ վնասը քո եկամուտներից հանես։ Հա, բա ոնց։ Ես ինքն հանեց Թրամփ։ Ինչպես դատարանը բոլոր բիզնեսները, ովքեր այո կապեր ունեն արտասահմանից եւ ապրանք են մեր ներմուծում վերջնական արտադրանքը ստանալու համար, մեջտեղի մատներն են ցույց տալու, որում երկու ձեռի միանգամից։ Որը հիմա արվում է հենց Տեսլայի նկատմամբ, որ անում է ցանկացած այսօր տնտեսվարով, որ ինքը կախվածություն ունի արտասահմանից այդ ներմուծումների հետ, իր տնտեսական կապերը
Մեքսիկայի ու Կանադայի հետ, Ամերիկայում գիտեք բիզնեսը ոնց է աշխատում։ Իրանց համար բան չկար, սահման չկար։ Դա Մեքսիկայից էր գալի, ասիկ Մեքսիկայից թե Նյու Մեքսիկոից, որը նահանգն է, բիզնեսմենը տարբերություն չկար։ Իրանց համար նույնն էր։ Այնտեղ այդ կապերը այնքան է սերտացած Կանադայից է թե Մեքսիկայից է գալի։ Աշխատանքի process-ը, արագությունը, կանխատեսելիությունը այնքան էր, որ իրանք աշխատում էին նույն տնտեսության մեջ։ Սա նույնն է, ինչով Սովետը քանդվելուց հետո։ Սովետը քանդվելուց հետո, քանի որ 15 հանրապետություն նույն կապված տնտեսական բան ունեն իրար հետ, հենց առանձնացան քանդվեց բոլորի մոտ։ Քանդվեց բոլորի մոտ։ Սա արդեն մենք անցել ենք։ Իսկ Տրամպը քանդում է ու սպառնում է, որ հանկարծ գինը չբարձրացնենք։ Սենց փայլուն ագենտ պատմություն հələ չի տեսել։ Հասարակին ասեն խոսացին։ Իսկ կանադացիները օրական ինձ հիասնում են։ Սպառնում են, նախ ասում եմ վաճառքի համար չեն եւ շարժումը սկսել ոչ մի կանադացի այլևս բանը տուրիստական բանով նպատակներով չի գնալու Ամերիկայի մայրցամաքներ։ Պարզվում է անցած տարի 500 միլիարդ դեֆիցիտ ա ունեցել ամերիկյան բիզնեսը։ Այս տարի սպառնում են ավելի շատ ա լինելու։ Շատ ա լինելու, որովհետև եթե Կանադան դա մերժում, վստահ եղեք Մեքսիկան էլ ա մերժելու, Եվրոպան էլ ա մերժելու, ընկնելու է։ Վարկը երբ որ երկրի ընկնում է, որտեղ այսօր եթե մեկին ասես գնա Ռուսաստան, միայն այն հանգամանքը, որ ականջի մեջ Ռուսաստան ընկալումը լավը չի, հանդե կոնֆլիկտ կա, չի գնանք։ Այսինքն 10-ից 1-ը 2-ը կգնա, բայց հիմնական մասը չի գնալու։ Ամերիկան ունես տնտեսական վնասներ ա կրելու։ Միջև էս համար եմ ասում, այս առաջի երամսյակը որ փակվեց, հեսա Երևան։ Անես վնասներ ա կրելու, որ ոչ մեկ չէր կարողանալու կանխատեսել, ընդամենը ասենք դեկտեմբերին։ Հիմա թե սրանից հետո Թրամփին հավատացող ընտրածները ինչ կարծիքի են լինելու այս մասին ինձ մյուս հաջորդ եզրակացությանը կբերի անշուշտ։ Հիմա բայց մեծ բան է ուզում լսեմ մեր ընկերում։ Փաշինյանը իշքան շուտ սիկտիրանի մենք այդքան շուտ կփրկենք։ Ողջույն սիրելի գյուղացիներ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Ով է դիգորս վախենամ։ Այսօր հունիսի 1-ն է երեխաների որն իր ծնունդը չարչնել է։ Սա Գյումրիում այսօրվա միտինգի ժամանակը։ Ինքը եկել է, որ դա խոսք ասի այդ հավաքվածներին։ Ով ա որ վախենամ, ես գյումրեցի եմ։ Նա ով ա որ ես վախենամ։ Գյումրեցիներ չեն։ Այստեղից այսա պիտի սկսի ձեր մոտից։ Մի բուր Գյումրին այսօր Կիրակի օրը տնկելու է ազգային սերմը առողջ։ Մաքսի մոլախոտը, սենց բռի մեջ, թեկուս փոքր, չեմ դամ Գյումրին ամբողջ Հայաստանը չի։ Բռի մեջ մի բուր Գյումրու մեջ պետք է մոլախոտը մաքրվի Կիրակի օրը սենց։ Այսքան թեկուս։ Բայց մաքուր ազգային սերմ թողել ու նա կաճի։ Դուք տեսեք ոնց կաճի։ Մենք սովոր ենք, մենք տեսել ենք արդեն, մենք գիտենք։ Մենք 88 թվի շարժում ենք դրել, մենք գիտենք։ Այն ժամանակ ոչ մեկ չէր մտածում, որ կարելի է ասես պարարթող գտնել ու սենց ինքը ծիլ կտա ազգային գաղափարը։ Ոչ մեկ դրան պատրաստ չէր, եղավ։ Ու երկիր դառնալու համար ընդհանրապես պետք է ասես մենք ջերմ, մաքուր ձեռք պարարթողը մենք ունենք, այդ առողջ հատիկ։ Առողջ հատիկը մեր ազգային գաղափարախոսությունն է։ Դժդե, Կոմիտաս, Նարեկացի, Թումանյան, Չարենց, այնքան ունենք, կարող ենք սենց թվարկել մինչև առավոտ։ Ցանկացած որ վերցնում եք մի բանի շուրջը, ազգային գաղափարախոսության շուրջն է։ Ազգային ինքնության շուրջն է։ Բոլորը, այդ բոլորին ընդհանուր մի բան է կապում, այսպես։ Ազգային գաղափարախոսություն եւ արժեքներ։ Դա մեր իմունիտետն է, դա մեր այդ հատիկն է, որ այս փոքրիկ հողի մեջ հողներ կա, ձեռքներ կա, հատիկներ կա։ Մաքրենք այդ մոլախոտից Կիրակի օրը։ Եվ Փարաքարում, եւ Գյումրիում, եւ բոլոր տեղերում։ Ու տեսեք ինքը ինչ արագ է աճել։
արագ եւ որակով։ Ու այս անգամ պետք է այնքան սրբությամբ ու դողալով թողենք այս սերմը աճին, ոչ թե թողենք խնամենք, հանկարծ ոչ մի մոլախոտ, ոչ մի պատահական սերմ չգա։ Որտեղ մոլախոտը տեսնում եք ինչ ագրեսիվ ու կեղտոտ է տարածվում։ Դու տեսեք ինչ ազգային պետություն մենք կարող ենք ունենալ, որ մեր հարցերը լուծվելու են ինքնաբերաբար։ Այսքանը ուզում եմ ավարտեմ այսօր։ Լավ մնացեք։